Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, գործարար ալիքն եք լսում, այսօր 3 շաբթի է, դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում եւ եթե այդտեղ եք դիտում, ուրեմն ձեզ արդեն ավելի քան պարզ է, որ Դարփինյանի ժամն եք դուք լսում կամ դիտում, Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ աշխատում ձեզ համար, բարև ձեզ պարոն Դարփինյան։ Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ YouTube-ի մեր բոլոր ալիքների դիտողներ, ողջունում եմ բոլորին, այո։ Կարծես թե աշխարհի ամենաերկար կոնֆլիկտներից մեկն է ավարտին մոտենում, այդտեղ հարց կա մոտենում է ավարտին, թե չէ, այսինքն Գազայում ստեղծված իրավիճակը, Խամասի զինաթափումը եւ Իսրայել-արաբական պայքարի հերթական արարը վերջին է մոտենում։ Հավատում եք, որ սա իրականում վերջն է, թե չէ։ Այսօր կարևոր օր է իսկապես, Դավիթ ջան, բայց ես կուզեի սկսել մի այլ հարցից, որ ավելի շուտ բարոյական նշանակություն ունի։ Ողջանվել է մեր լավագույն կադրային սպայերից մեկը, ազգային անվտանգության գեներալ լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, լավագույն կադրավիչներից մեկն էր այդ համակարգի, իհարկե արդեն կենսաթոշակառու էր, բայց գիտես ինձ ինչը հուզեց, շատ հուզիչ պատմություն էր, ինչպես է ողջանվել նա։ Չգիտեմ նայելս թե չէ, ինքը լինելով իր սեփական մեքենայի ղեկին կանգնեցրել է մեքենան, որովհետև տեսել էր ոզնի մայրուղու վրա եւ փորձել է փրկել այդ ոզնուն։ Եվ չի կանգնեցրել մեքենան արգելակիչի վրա։ Այդ մեքենայի տակ է ընկել, ինքը սեփական մեքենայի տակ է ընկել եւ ողջանվել է։ Իհարկե խորին ցավակցություններ եմ բերում ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր գնահատում են իսկական պրոֆեսիոնալիզմը եւ իսկական մարդասիրությունը։ Եվ սա ճիշտ ասած Դավիթ ջան ինձ բերում է մտորումների, թե ինչպիսին պետք է լինի ընդհանրապես կադրային քաղաքականությունը։ Գիտես մարդկային որակները ամենակարևոր առաջին տեղում պիտի լինի ցանկացած պետական պաշտոնյայի համար մարդկային որակը։ Գիտես մարդ, որը որ ուզում է, փորձում է փրկել ոզնուն, նա հաստատ մարդուն կփրկի, էլի, հասկանում ես։ Մարդկային որակը ֆանտաստիկ կարևոր նշանակություն ունի, առաջին տեղում պիտի լինի։ Երկրորդը իմ կարծիքով ես միշտ իմ կողմից ընդունվող եւ ընդունված որոշումներին մեջ առաջնորդվել եմ պրոֆեսիոնալիզմով, որպես երկրորդ չափանիշ, ոչ առաջին, երկրորդ չափանիշ, մարդկայնությունից հետո պրոֆեսիոնալ բարձր որակների տեր մարդիկ։ Երրորդը իհարկե դա պիտի լինի ազգային մարդ, ազգային արժեքները գիտակցող, դավանող, դրանցով ղեկավարվող եւ ապրող, ազգային։ Եվ չորրորդը միայն պետական զինվոր, պետության զինվոր։ Ինչքանով է նա գնահատում պետությունը, այս 4 չափանիշների համադրությունը, գիտես, դժվարանում եմ ասել, թե վերջին ժամանակներում դե վերցնենք անգամ տասնամյակներում, հա, այս 4 չափանիշներին միաժամանակ այս 4 չափանիշներին բավարարող գործիչ պետական ծառայող պետական բարձր պաշտոնյա ունեցել ենք թե ոչ, եթե ունեցել ենք, ապա միգուցե մատերի վրա կարելի է դրանց հաշվել։ Այս պատմության մասով ես իրականում այդ մարդուն չեմ ճանաչում, դե ինքը ավակ սերնդից, հա։ Ավակ սերնդից ես առնչվել եմ հետը Դավիթ ջան, կարգին մարդ էր, պրոֆեսիոնալ, իսկապես իր գործի գիտակ, ազգային անվտանգության համակարգի ռահվիրաներից մեկն էր։ Բայց պատմությունը իրականում կինեմատոգրաֆիկ է, էլի, որ ԱԱՑ-ի գեներալը, այսինքն առաջին հայացքից պիտի լինի շատ բան, էլի, շատ տենց սառնասիրտ էմոցիաներից զուրկ մարդ, մահանում է, գնում է պատահարի մեջ ոզնի փրկելուց, էլի, այսինքն տենց դե ես ուզում եմ ասել, որ ոչ եւ ոչ, էլի։ Այո, հենց զինվորականը, հենց սպան, հենց ազգային անվտանգության սպան, հենց ոստիկանը պիտի մարդասեր լինի առաջին հերթին, մարդ պիտի լինի առաջին հերթին, հետո նոր արդեն պրոֆեսիոնալ սպա, ոստիկան եւ կամ ազգային անվտանգության ծառայող։ Մեկ անգամ եւս իմ խորին ցավակցություններ եմ բերում ընտանիքին եւ բոլոր գոլեգաներին, որտեղ նրան բոլորը հարգում էին համակարգում, ես առնչվել եմ, գիտեմ, ես աշխատել եմ իր հետ։ Ցավակցում ենք, մենք էլ ցավակցում ենք հարազատներին ու բարեկամներին։ Շատ կարևոր է Դավիթ ջան, որ մենք նաև այս բարոյական եւ մարդասիրական ասպեկտներին անդրադառնանք մեր խոսակցությունների ժամանակ, որովհետեւ դրա խիստ պակասը կա այսօր մեր երկրում։ Հիմա ետ գանք Գազայի խաղաղությանը, այսօր իսկապես շատ նշանակալի օր է, ամսի 13-ն է,
բոլորը հավաքվել են Եգիպտոսում նախագահ Թրամփի հրավերքով նախագահ Թրամփը առավոտյան այսօր արդեն ժամանել է Իսրայելի Քնեսետում ելույթ ունեցավ ինքը Նետանյահուն եւ այլն բոլորը իրեն մեծարում են իհարկե որովհետեւ այս Համասի հետ խաղաղության պակտը կարծես թե պիտի ստորագրվի եւ դրան բոլորը սպասում են հենց Եգիպտոսում է տեղի ունենալու այդ իրադարձությունը բայց արդեն գերիներին ազատ արձակեցին ես տեսա ուղղակի առավոտյան արդեն կադրերը ոմանք ասում են 20 ոմանք ասում են 40 Նետանյահուն ընդհանրապես ասաց 40 եւ ավել գերիներ կարծես թե 20 է իրական թիվը եւ դրանց բոլորին ազատ են արձակել եւ ազատ եւ նաեւ փոխանցել են դիակները Այվ դրա դիմաց Իսրայելը ազատել է մոտ 2,500 եթե չեմ սխալվում պաղեստինցիներ, որոնցից ասենք մի քանի 100-ը որպես ռազմական հանցագործներ էին դիտարկվում, մնացածը որպես քաղաքացիական անձիկ, բայց պաղեստինցիներ, այսինքն մոտ 2000 միգուցե ավել պաղեստինցիներ 20 հոգու իսրայելցիների դիմաց գերիների ազատում եւ ամբողջ աշխարհը իհարկե ողջավորված է եւ Թրամփին իսկապես պետք է շնորհակալություն հայտնել։ Հիմա Թրամփը նաեւ շատ հետաքրքիր ժավերքներ ուղարկել, ասենք ովքեր պիտի մասնակցեն այդ համաժողովին, հա, ես նայեցի ցանկը, շատ հետաքրքիր ինձ համար։ Կարծես թե մեր կամ չէ Թրամփի, այսինքն ավանդական գործընկերները Արևմտյան Եվրոպայից Նրանք եւս հրավիրված են, բայց դրանք առաջնային դիրքերում չեն, հասկանում ես, նրանք ստատիստի դերում են, ասենք, նույն Ֆրանսիայի նախագահը, նույն Գերմանիայի կանցլերը հրավիրված են, ասենք, Կանադայի վարչապետն է հրավիրված, որի հետ խստագույն հակասություններ ունի Թրամփը, այսինքն դրանք առաջնային դերում չեն, արևմուտքը այսօր այդ համաժողովում առաջնային դիրքերում չի։ Առաջնային դիրքերում են ուրեմն միջին արևելքի տերությունները այսինքն Կատարը, Հորդանանը, Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Էմիրությունները, այսինքն երկրներ, որոնց դժվար է կոչել դեմոկրատական երկրներ, հա, նրանք այսինքն միապետական երկրներ են, որոնց շրջապատում Թրամփը կարծես իրեն շատ ավելի լավ է զգում, շատ ավելի հարմարավետ, շատ ավելի կոմֆորտային Եվ ճիշտն ասած, մենք էլ ընկել ենք այդ շրջապատի մեջ, ես էլ շատ հետաքրքիր, մենք և Ադրբեջանը, դե Ադրբեջանը հասկանալի է, որտեղ միապետական երկիր է, բայց մենք էլ ենք ընկել այդ ջրերի մեջ և կարծես Թրամփը, ասենք, իր շրջապատում արդեն տեսնում է Նիկոլ Փաշինյանին, որ ինձ համար օրինակ լավ ցուցիչ է, վատ ցուցիչ չէ, բայց անունը չի հիշում, հուսով լինենք, էդ է ուզում Հուսանք, որ նա և Փաշինյանի անունը կհիշի և մեր երկրի անունը կհիշի, հասկանում ես, հուսանք, որտեվ հրավերքը ուղարկված է Փաշինյանը այսօր արդեն մեկնեց Շարմ էլ-Շեյխ և այդ հանդիպմանը մասնակցելու է, ուրեմն ինչն էր հետաքրքիր, Արևելյան Եվրոպայից օրինակ, մասնակցելու է միայն Օրբանը, Հունգարիայի վարչապետը, չէ վարչապետը Եվ պետք է ասեմ, որ Արևելյան Եվրոպայից ուրիշ ոչ ոք չկա, ասենք Ավստրալիան չկար, Նոր Զելանդիան չկար, շատ հատընտիր երկրներ էին մասնակցում, Նորվեգիան կար, երևի թե Նոբելյան մրցանակի ուրեմն հետագայում ակնկալիքով իսկապես բոլորը սպասում էին, որ Թրամփը պիտի ստանա հիմա բայց դա ճիշտ սպասումներ չէին, որովհետև նախ քաղաքական ճնշումն էր շատ մեծ, իսկ Նոբելյան մրցանակի այդ կոմիտեն երբեք չի ենթարկվել որևէ քաղաքական ճնշման, առավել ևս եթե այդ ճնշումը գործադրում են պետությունների ղեկավարները, տվյալ դեպքում ասենք նաև Փաշինյանը, նաև ուրեմն Ալիևը, նաև Նեթանյահուն եւ մի քանի այլ երկրներ նույնպես ներկայացրել են Նոբելյան կոմիտեն նման ուրեմն ճնշումներին բացասական է միշտ արձագանքել եւ այժմ էլ արձագանքեց նույն ձևով բայց դա չի նշանակում որ հաջորդ տարվա Նոբելյան մրցանակը Թրամփին չի շնորհվելու իմ կարծիքով հաջորդ տարի նրան կշնորհեն արդեն այդ ճնշումները վերացած կլինեն եւ ուրեմն իսկապես դա մեծ իրադարձություն էր ամենայն դեպս եւ Իսրայելի համար եւ ընդհանրապես տարածաշրջանի համար
Իրանը իհարկե չի մասնակցելու, ես տարակուսանքով դա նկատեցի, չեմ կարծում, որ դա ճիշտ քայլ է, որովհետև Թրամփի ադմինիստրացիան հրավիրել էր Իրանի ղեկավարներին եւս մասնակցելու։ Սա լավագույն առիթներից մեկը կլիներ Իրանի համար, այնուամենայնիվ այդ մեկնած ձեռքը սեղմել եւ մոտ գալ ավելի եւ բանակցային հնարավորությունները ընդլայնել եւ նաեւ սեփական երկրի հնարավորությունները ընդլայնել։ Այդ ցավոք սրտի Իրանը հրաժարվել է մասնակցելուց։ Այսօր առավոտյան տեսա նաև, որ Նետանյահուն անձամբ կարծես թե չի մասնակցելու։ Սա նույնպես տարակուսանք է առաջացնում ինձ մոտ, որովհետև դա նշանակում է, որ Իսրայելը այդ քարը գրպանում պահած է մնում, եւ դա նորանոր վտանգների հիմք կարող է հանդիսանալ հետագայում։ Սա ինձ համար տարակուսանք է, չգիտեմ ով է մասնակցելու, Իսրայելը հաստատ ներկայացված է լինելու, հավանաբար պրեզիդենտի մակարդակով, ոչ թե վարչապետի, այլ պրեզիդենտի մակարդակով կմասնակցի, այնուամենայնիվ չի կարող չմասնակցել, որովհետև այդ խաղաղության կամ այդ ծրագիրը, այդ պլանը եւ ուրեմն արձանագրումը պիտի ստորագրվի անպայման Իսրայելի պետության կողմից, ենթադրում եմ, որ այնտեղ կլինի Իսրայելի նախագահը, տեսնենք ինչպես, բայց ցավում եմ, որ չմասնակցեց Իրանը։ Ցավում եմ նաև, որ գիտես ցավ է առաջացնում, որ օտար երկրների կողմից գերեվարված օտար երկրների գերիների ազատագրման մասին է խոսքը, որում շահագրգիռ է փաստորեն Միացյալ Նահանգների նախագահը եւ ամբողջ աշխարհը խառնվել է իրար, մոտ 20 եւ ավել երկրների նախագահներ եւ ղեկավարներ մասնակցելու են այդ համաժողովին եւ մենք ենք մասնակցում օտար երկրների կողմից գերեվարված օտար գերիների ազատագրման այդ ցնցությանը մենք մասնակցում ենք, իսկ մեր գերիների մասին չգիտես ինչու չեն հոգում, հասկանում ես, նույն այդ Թրամփը որպես խաղաղասեր, որպես այսպես ասած իրեն ինքը արդեն դիրքավորել է հատկապես այս տարածաշրջանում եւ իմիջիայլոց շատ լավ է, որ մենք մտնում ենք այդ տարածաշրջան, որովհետեւ սա լավագույն առիթներից մեկն է աշխարհին ցույց տալու, ապացուցելի, որ մենք քրիստոնյա արևելք ենք, մենք հարավային Կովկաս չենք, մենք ընդհանրապես Կովկաս չենք, եթե ուզում եք իմանալ, հա, ասենք կարելի է լինել տարբեր համաժողովներում մասնակցել, որտեղ որ դա մեզ օգտակար է, բայց մենք քրիստոնյա արևելք ենք եւ այդ արևելյան երկրների համաժողովում, որտեղ ի դեպ նորից ցավով պիտի նկատեմ, որ չի մասնակցելու, ասենք Լիբանանը, չի մասնակցելու Սիրիան, հա, երկրներ, որտեղ մենք ունենք շատ լուրջ թողած եւ մշակութային արժեքներ եւ ժողովուրդ, ունենք նաեւ ավանդույթներ, ունենք նաեւ բարեկամական հսկայական կապեր, ուրախալի է, որ Իրաքն է մասնակցում, որտեղ նույնպես մեր հիմքերը բավական լուրջ են, բայց չկա Լիբանանը, չկա Սիրիան, սա ինձ համար նույնպես ցավալի է, որովհետեւ լավ կլիներ, որ լինեին, բայց եւ իհարկե լավ կլինի, որ այս առիթը օգտագործենք եւ ընդհանուր այս սոուսի տակ Թրամփին մեկ անգամ եւս խնդրենք, որպեսզի մեր գերիների ազատագրման խնդիրը ուրեմն նույնպես դնի եւ լուծի։ Սա մեկ եւ երկրորդը, երբեք չմոռանանք, որ երբ խոսքը գնում է Արցախի հանրապետության նախկին նախագահների եւ Արցախի ազատագրման բանակի ղեկավարների մասին, դա երբեք չի կարելի դիտարկել որպես գերիների կոնտեքստ։ Դա ուղղակի բանդիտային ուրեմն կերպով հարևան թշնամի երկրի կողմից առևանգված ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք առևանգված են եւ պահվում են բացարձակ ապօրինի դատավորության ներքո։ Նրանց առևանգել են, հասկանում ես, Դավիթ, դա գերեվարված չի, նրանք ուղղակի գողացած են։ Նրանց հիմնականը միայն Դավիթը Բաբայան ինքն է ինքնակամ հանձնվել, որտեղ նման պահանջ էին դրել նրանք, բայց մնացածին առևանգել ու տարել են, հասկանում ես, դա ուղղակի բանդիտային արարք է եւ այստեղ նույնպես պիտի առանձնացնել, հա, ունենք գերիներ եւ ունենք առևանգված ՀՀ քաղաքացիներ։ Հիմա ես արդեն տարբերություն չեմ դնում նրանց անձնագրի այդ բանի սերիայի մեջ, որովհետեւ նրանք ունեցել են եւ ունեն ՀՀ անձնագրեր, անկախ նրանից ինչ սերիա է այդտեղ, հա, եւ նրանց առևանգել է մեր հարևան պետությունը, որի հետ մենք ջանում ենք, փորձում ենք գնալ խաղաղության։ Ուրեմն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կա բարի կամք։
բարի կամքը կա այն դեպքում, երբ որ այս խնդիրները լուծված են, գերիները եւ առևանգվածները ազատագրված են, հա, հիմա այս առիթը պետք է օգտագործել։ Ինչ վերաբերում է Նոբելյան մրցանակին, ապա ասեմ, որ այն հանձնվեց Վենեսուելայի քաղաքական գործիչներից մեկին, Մարիա Մաչադոին, որը իսկապես, ասենք, այդ կռազի վարորդ Մադուրոյի իշխանության ներքո Վենեսուելայի նախագահ վարորդ է իր մասնագիտությամբ, էլի, այսինքն մենք հիմա տարակուսում ենք այդտեղ հանձնաժողովի նախագահներից մեկին բուժքույր են նշանակում, ասենք, ոգևորվել են օպոզիցիայի ներկայացուցիչները, թե ինչպես կարելի է, ասենք, բժշկական կրթություն չունեցողին, ես ի դեպ համարում եմ, որ կարելի է, որտեղ բուժքույրերի հսկայական բանակ ունենք եւ դա նույնպես առողջապահական համակարգն է, որովհետեւ այդտեղ պարտադիր բան չի կարող լինել իմ կարծիքով, բայց կռազի վարորդի դեմ դուրս եկած կինը, քաղաքական գործիչ Վենեսուելայի, որին այդ մրցանակը շնորհվում է դիկտատուրայից դեպի դեմոկրատիա տանող ճանապարհի համար, մղվող պայքարի համար, ես կարծում եմ դա շատ լավ ազդակ է, ընդհանրապես աշխարհին շատ լավ ազդակ է, դիկտատուրայի դեմ պայքարող ցանկացած հանրության համար շատ լավ ազդակ է եւ հուսանք, որ այնուամենայնիվ Նոբելյան մրցանակը ուրեմն այդ կինը արդեն Տրամփին ասել է, որ պատրաստ է կիսվելու, ես կարծում եմ, որ Տրամփը դեմ չի անգամ գումարային տեսանկյունից, ուրեմն, բայց վերադառնալով այս դիկտատուրայից դեպի դեմոկրատիա անցմանը, ասեմ, որ լավագույն օրինակը կարող էր լինել եւ որպես այդպեսին ծառայել այս մեր նախկին ԽՍՀՄ երկրների ազատականացումը եւ անկախացումը 1991 թվականին եւ ցավոք սրտի մենք այսօր դες անցել է 91 թվականից արդեն 34 տարի արձանագրում ենք, որ դիկտատուրայից դեմոկրատիա այս անցումը Դավիթ, գրեթե ոչ մեկին չի հաջողվել։ Գրեթե ոչ մեկին չի հաջողվել։ Երևի մերձ Բալթյան երկրներին մենակ։ Մերձ Բալթյան երկրները ավելի շուտ էին առանձնացել։ Այդ ԱՊՀ-ն, որ ստեղծվեց, Բալթյան երկրները արդեն չկային։ ԱՊՀ-ն ստեղծվեց որպես ապահարզանի, այսպես ասած, ցիվիլ ձև, ոչ միայն ցիվիլ, նաև հարթ, որպեսզի հարթ անցնի, անկոնֆլիկտ անցնի, հետո գիտես ես ներգրաված եմ եղել անմիջականորեն այդ ամբողջ գործընթացին 91 թվականին Մոսկվայում բոլոր այդ ուրեմն ժողովներին, համաժողովներին, նախարարական, վարչապետական, նախագահական մասնակցել եմ գրեթե եւ ակունքներում եմ եղել այդ ԱՊՀ-ի ձևավորման ուրեմն ընթացքի։ Պիտի ասեմ, որ հիմնականում բոլորը վախեցած էին, չէին հասկանում ինչպես, այսինքն ինչ անել այդ անկախության հետ, որը օդից ուղակի ընկավ բոլորի ձեռքերում։ Մեզ մոտ դեռ ավելի շահեկան վիճակ էր, որովհետև կար Ղարաբաղյան շարժումը եւ մեր պատկերացմամբ մենք անկախությունը վաստակեցինք այդ շարժման արդյունքում, հասկանում ես, բայց ասենք օրինակ Միջին ասիական երկրները նման շարժումներ չունեն, նրանք ուղղակի օդից ստացան այդ անկախությունը։ Ոչ մեկին չնվաստացնելով այնտեղ պետություններ կան, որոնք առաջի անգամ էին պետություն ունենում, ոչ մեկին, ասենք, ոչ մի ժողովրդի։ Դա էլ կա, բայց ուրեմն ասեմ, որ այդ ԱՊՀ-ն ստեղծվեց հիմնականում, որովհետև վախեցած են եւ չգիտեին ինչպես անել եւ փորձեցին ինչ-որ չափով իրար մոտ լինել, որ իրար հետ ընկնեն, եթե ընկնում են բանը, ասենք, անդունդը, իրար հետ ընկնեն, եթե լավա, բոլորին լավ։ Սա էր հիմնական ուրեմն մոտեցումը եւ պիտի ասեմ, որ այն ժամանակ, երբ տրանսֆորմացիան տեղի ունեցավ, կար երկու երկիր ընդամենը, որոնք որ ընդունեցին բանը, որդեգրեցին լիբերալ մոտեցումները այդ տրանսֆորմացիայի։ Լավ 3 երկիր ասեմ, որովհետև նախագահ Ելցինը եւս իր պաշտոնավարման այդ առաջին ժամանակահատվածում իսկապես լիբերալների վրա էր իր ամբողջ բանը դրել, իրենց էր վստահել տնտեսական ռեֆորմները, ուրեմն այդ անցումային շրջանի բարեփոխումները, քայլերը, ինչպես անցնել եւ այլն, ասենք 3 երկիր, հա, դա Ռուսաստանն էր Ելցինի գլխավորությամբ առաջին տարիներին, դա Հայաստանն էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ դա Ղրղըզստանն էր պրեզիդենտ Ակաևի գլխավորությամբ։
Ինչով էին առանձնանում Տեր-Պետրոսյանը եւ Ակաևը։ Նրանք ակադեմիական ոլորտից ակադեմիական հանրության ներկայացուցիչներ էին։ Նրանք պարտիական կոմունիստական նոմենկլատուրան չէին ներկայացնում։ Նրանք գիտնականներ էին։ Ամեն մեկը իր ոլորտում իհարկե, Տեր-Պետրոսյանին մենք գիտենք, բայց Ակաևը լուրջ մաթեմատիկոս է եւ էր այն ժամանակ արդեն ակադեմիայի պրեզիդենտն էր Ռուսաստանի։ Ուրեմն այս 3 երկրները որդեգրեցին լիբերալ գաղափարախոսությունը։ Մնացած ինչ որ բաներ ասացին, բայց հիմնականում շարունակեցին ավտորիտար համակարգի եւ մինչեւ հիմա էլ շարունակում են ավտորիտար համակարգի ներքո ապրելը եւ գիտես այս 3 երկրներն էլ լիբերալիզմի մեջ ձախողեցին, բոլորը ձախողեցին։ Ելցինը ձախողեց, որովհետեւ այդ ուրեմն գազանաբար իրագործված սեփականաշնորհման ընթացքում այդ երկրի ամբողջ հարստությունը ընդերքը ընկավ ընդամենը 7 հոգու աֆերիստների ավանտյուրիստների ձեռք ընկավ, ասենք այդ 7 հոգու եւ բնականաբար ժողովրդի շահերից որևէ մեկը այնտեղ չէր մտածում են միայն իրենց մասին եւ անմիջապես միլիարդներ վաստակեցին եւ մինչեւ հիմա էլ ծախսում են այդ միլիարդները, օգտագործում են, այսպես ասած, լիբերալիզմը խեղդվեց այդտեղ, այսինքն Պուտինը պատահական չհայտնվեց Ռուսաստանում, հայտնվեց, որովհետեւ արդեն գրեթե ձախողել էին ամբողջ երկրի տնտեսությունը, որովհետեւ ուղղակի անցել էր հափշտակման, այսպես ասած, ընթացքի մեջ։ Մենք ձախողեցինք, որովհետև հնարավոր չէ լիբերալիզմը իրականացնել գործող պատերազմական իրականության մեջ, հասկանում ես, մեզ պետք է հակառակը եւ մենք այդպես էլ անում ենք, այսինքն կենտրոնացնել տնտեսական լծակները, կենտրոնացնել ֆինանսական հոսքերը, որ կարողանանք պատերազմին դիմակայենք, հա, այսինքն պատերազմական ժամանակահատվածում լիբերալիզմը ուղղակի հակացուցված է մեկ, երկրորդը պատերազմը, երբ ժամանակավոր հրադադարը կնքվեց 94 թվականին, մենք ունեցանք ռազմական գործիչներ, այսպես ասած, դաշտային ուրեմն հրամանատարներ, որոնք ետ վերադարձան եւ պահանջեցին իրենցը, ոնց մենք Ղարաբաղ ենք գրավել, Ղարաբաղ ենք հետ բերել, ուրեմն հողեր ենք գրավել 700 տարվա մեջ առաջի անգամ Ջեբրայել ենք բերել, բամերը ինչն է, հա։ Ու այստեղ սկսվեց մեր ֆեոդալիզմի ուրեմն բայց ինչը տրամաբանական էր, չէ՞, պարոն Դավիթ ջան, մայ վերջույթում երկիրն է, այդ մարդիկ արուն են թափենգեր են կորցրել։ Բայց դա կոչվում է պայքա իրանց թե չէ։ Դա կոչվում է վիետնամական սինդրոմ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները 50-ական թվականներին Վիետնամում խրվեցին, հետո դուրս եկան։ Վիետնամում ուրեմն պատերազմող ամերիկացիները ետ եկան եւ պահանջեցին իրենց հասանելիքը։ Բայց իրանք պարտվել էին, տարբերությունն է դա։ Դա ամեն դեպքում դա պետք էր հաղթահարել, դա չհաղթահարվեց։ Ուրեմն ֆեոդալիզմի դրսևորումները, որոնք մենք ունեցանք, այդ ռազմական գործիչների, ասենք թե ուրեմն դերակատարմամբ, հա։ Դա ուղղակի ուրիշ բան կա, օրենք մի քիչ համեստ բայեն ու մի քիչ հասկանալու, մի բան պետք է ստանային իհարկե այդ մարդիկ, բայց չպետք է բդեշխ դառնային։ Չէ, դարձան բդեշխներ, մայրաքաղաքամերձ քաղաքներում, հա։ Դարձան բդեշխներ, ոչ միայն, խոսքը ոչ միայն Էջմիածնի մասին է, դες ասենք բոլոր ռեգիոններում ըստ էության, բոլոր մարզերում ըստ էության հիմնական դերակատարները արդեն տնտեսական դերակատարները, ֆինանսական հոսքերը, ուրեմն ֆեոդալական էլեմենտներ առաջացան այդ ամեն ինչի մեջ եւ ձախողվեց լիբերալիզմը, հասկանում ես։ Մեր լիբերալիզմը այդտեղ ձախողվեց, հետո ունեցանք 2 տասնամյակ ուրեմն պետական լծակները օգտագործելով, այսպես ասած, օլիգարխիկ համակարգի ներդրում 18 թվականին ունեցանք Փաշինյանի հեղաշրջումը, ես սկզբից հեղափոխություն էի ասում, հիմա հեղաշրջումը ավելի շուտ հեղաշրջում, համաձայնեցված հեղաշրջում եմ ես դա կոչում ունեցանք, որը հույս արտնացրեց, որ այնուամենայնիվ մենք կարող ենք ետ գալ լիբերալիզմի, դեմոկրատական արժեքների եւ այլն, բայց չկայացած կուսակցական համակարգի ներքո ունենալ խորհրդարանական կառավարում հնարավոր չէ դեմոկրատիա զարգացնել այդտեղ, ցավոք սրտի, այո, մենք այսօր առավելապես ազատ ենք, այսինքն Դուշանբեում հավաքվել են ուրեմն անազատ հարաբերականորեն ազատ Հայաստանը եւ անազատ մնացած երկրները ԱՊՀ, հա,
Եվ պատահական չէ, որ Փաշինյանը, ասենք, դեմոնստրատիվ կերպով հեծանիվ էր քշում Դուշանբեում, ինքը պիտի տարբերվեր այդ մնացածից, հասկանում ես։ Եվ այն, որ մնացածը առանց Փաշինյան հավաքվել են եւ ինչ-որ քննարկում են Սուրա Փաշինյանը կամ բան, հա տեսար այնտեղ նախագահները, տարբեր դեսպոտ, այսպես ասած, դիկտատորները հավաքվել են եւ Փաշինյանն էին քննարկում, դա ավելի վատ է գնահատվում իրենց համար, քան թե Փաշինյանը, այսինքն դրս տեսա որոշակի անդրադարձեր, որ տեսեք, ասենք, Փաշինյանին այնտեղ ծաղրում են եւ այլն, ես կարծում եմ, որ հենց իրենց է շատ վատ բնութագրում դա, իսկ Փաշինյանը ճիշտ արեց երկու բան, նա հեծանիվ քշեց, դա ճիշտ արեց, եւ երկրորդը իր ճառի մեջ անընդհատ հիմնական շեշտը դրեց 91 թվականի Ալմատայի հռչակագրի վրա, որը ուղղակի կարմիր բան է ռուսների համար, Ռուսաստանի համար եւ ոչ միայն, գիտես, ասենք, որևէ մեկը դրան այսօր ուշադրություն չի դարձնում, բայց ռուս-ուկրաինական պատերազմը փաստորեն չեղարկում է Ալմատայի այդ 91 թվականի հռչակագիր, իսկ Փաշինյանը անընդհատ, ասենք, այդտեղ չի, մի 15 րոպե խոսեց, 12 րոպեն Ալմատայի հռչակագրից էր խոսում, ճիշտ արեց, լավ արեց եւ այդտեղ, ասենք, այդ անդրադարձը կար, բայց այնուամենայնիվ փաստենք, որ մենք չենք հասել դեռ այն ազատական եւ դեմոկրատական կարգերին, որոնք հարիր են մեզ եւ որոնց համար մենք իսկապես 91 թվականից սկսած փորձել ենք, հա, ուրեմն ուժ դնել, ուրեմն երրանդ դնել, ոմանք կյանք են տվել դրա համար եւ կարծում եմ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք եւ ակնհայտ չէ, որ կհասնենք, որովհետեւ դիկտատորայի էլեմենտներ կան նաեւ արդեն մեր հասարակարգում այսօր ուրեմն երկու երկիր, երրորդ երկիրը Ղրղստանն էր, որը ուրեմն Ակաևի ժամանակ փորձեց անցնել լիբերալիզմի, բայց այնտեղ կրիմինալը գլուխ բարձրացրեց եւ կրիմինալ հեղափոխություններ տեղի ունեցան մեկը մյուսի հետևից։ Ակաևին ուրեմն Ակաևը ստիպված էր ուղղակի լքել երկիրը, մինչեւ հիմա էլ դժվարությամբ է ներս գնում։ Մի քանի տարի առաջ հետաքրքիր էր, ես հրավիրել էի Ակաևին Հայաստան մաթեմատիկայի գծով ակադեմիական դասախոսություն կարդալու համար եւ նախաձեռնեցի, որպես իրենք հանդիպեն Տեր-Պետրոսյանի հետ։ Երկու լիբերալներ 91 թվականից եկած նախաձեռնեցի, կազմակերպեցի այդ հանդիպումը։ Ինքս չմասնակցեցի, իհարկե, բայց հանդիպեցին, իհարկե, Տեր-Պետրոսյանի մոտ տանը շատ ջերմ հանդիպում էր տեղի ունեցել, հետո որ Ակաևին հարցրեցի ոնց էր, գիտեք, ասում շատ հետաքրքիր էր, չէ՞ որ մենք մինչև հիմա իրար հետ դուքով ենք խոսում, մենք դուքով սկսեցինք, ասում խոսելը բան է, թե իր սեղանի շուրջ բան, հետո ասում Տեր-Պետրոսյանն ասես դե բավ է, էլի, արի անցնենք դույ, գիտես Դավիթ, իսկ այս դիկտատորները նրանք իրար հետ առաջի պահից սկսած դույով են խոսում, հասկանում ես, այնտեղ այն որ ասում են եղբայրական կամ իմ եղբայրը, բան դա եղբայրը չի, դա մեր, ասենք խոսույթով որ խոսես դա աղբերն է, էլի, ազիզ աղբերն է, հասկանում ես, նրանք այդ աղբերությունը որ կա, իհարկե այդտեղ մենք խորտ ենք, եւ Փաշինյանն է խորտ եւ մեծ հաշվով այդտեղ խորտ կլիներ ցանկացած հայ-ղեկավար իմ կարծիքով։ Ես էլ եմ կարծում, վերջի 31-ը խորթային միության փլուզումից հետո մենք մեկը ավելի անկախ ենք եղել, ներսը բարքերը ավելի լիբերալ են եղել, քան այո, դա եմ ասում, որ մեր իհարկե մտածելակերպը, մեր ապրելակերպը շատ ավելի ազատ է, մենք մենք պիտի պարտանանք, որ շատ ավելի ազատ երկիր ունենք եւ այդ իմաստով իհարկե պահպանենք այդ ազատությունը, բայց ինչ եմ ուզում ասել, նրանք ովքեր փորձեցին դուրս գալ այդ դիկտատորայի, ուրեմն ամբողջ այդ կապանքներից եւ այդ բանից շրջապատից, դա Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան էին, որոնք ԱՊՀ-ից դուրս եկան դե ֆակտո եւ ոմանք դե ֆակտո, ոմանք դե յուրե նաեւ։ Ուրեմն ինչ վերաբերում է Ուկրաինային, Ուկրաինան միշտ իրեն պահում էր լրիվ առանձնացված։ Նրանք անգամ չստորագրեցին ԽՍՀՄ փլուզումից հետո ակտիվների եւ պարտքերի այդ զրոյական տարբերակը, երբ ամբողջը հանձնում են Ռուսաստանին, ասում են, օքեյ,
ոչ մի երկիր որևէ պարտք այլևս չունի, բայց չունի նաև ակտիվներ ստանալիք նախկին սովետական միության ուրեմն ակտիվներից, այսինքն նրանց հարստություններից, բանկային հաշիվներից, այլ երկրներում ուրեմն սեփականությունից եւ այլն։ Ուկրաինան չի ստորագրել, մինչեւ հիմա էլ նրանք հավակնում են ունենալ իրենց փայը այդ սեփականության մեջ։ Հաշվարկել էին այն ժամանակ, որ այդ փայը կազմում է առնվազն 17%։ Ուկրաինան մինչև այժմ չի ստորագրել։ Վրաստանը Սաակաշվիլիից հետո փորձեց ամբողջապես դուրս գալ, բայց Սաակաշվիլին ինքը որպես դեսպոտ հանդիսացավ եւ այսօրվա Վրաստանը ինչ որ չափով փորձում է հավասարակշռել իր շահերը, տնտեսական շահերը Ռուսաստանի հետ, քաղաքական շահերը Արևմուտքի հետ փորձում է հավասարակշռել, չգիտեմ ինչպես կստացվի, ամենայն դեպս ինձ դուր չեկավ, երբ Կոբախիձեն, Վրաստանի վարչապետը բոլորովին վերջերս հայտարարեց, ասաց մենք ուզում ենք Միացյալ Նահանգների հետ ուրեմն զրոյական կետից սկսենք։ Նրանք պետք է իմանան, որ զրոյական կետից պատաբարձանում վերջը։ Մեր ռեգիոնում զրոյական կետից սկսելը լավ բան չի։ Չի կարելի ուղղակի զրոյական կետից սկսել, որովհետև դա լավ վերջաբանի չի բերում։ Չի լինում զրոյական կետ, նորմալ երկրներում չի լինում զրոյական կետ։ Կապ չունի, ինչքան էլ ուզենա, ասենք, հաջորդ ադմինիստրացիան Միացյալ Նահանգների նախորդի նկատմամբ ունենա էլի զրոյական կետից չի սկսում, ասենք, պետությունը պատմություն ունի, չի կարող պետությունը։ Նույնիսկ Տրամպը, որ Բայդենին տենց է վերաբերվում, որ գալիս է մեկը զրոյական կետից չի սկսում։ Չի կարող, նա ինստիտուցիոնալ տեսանկյունից չի կարող սկսել զրոյական կետից։ Իսկ Կոբախիձեն գնաց Փաշինյանի հետքերով եւ հայտարարեց, որ մենք Ամերիկայի հետ ուրեմն կսկսենք զրոյական, պատրաստ ենք ասել սկսել զրոյական կետից, դա ուրեմն լավ բանի չի բերում, մենք պիտի զգուշացնենք մեր վրացի գործընկերներին, որ դա ճիշտ մոտեցում չէ։ Եվ ուրեմն ԱՊՀ-ի հետ կապված մենք ունենք շահեր, պիտի ունենանք շահեր, պիտի այդ շահերը ձևակերպենք։ Մասնավորապես ես կուզեի ուշադրությունը սևեռել մեր կառավարիչների Ուզբեկստանի նման խոշոր երկրի վրա։ Այսօր Ուզբեկստանը ուղղակի ծաղկուն վիճակում է գտնվում, զարգացող, թռիչքային զարգացող վիճակում է գտնվում, 40-ից ավել միլիոն ժողովրդով հսկայական շուկա է։ Այն շուկան է, որտեղ միշտ սպասում են հայկական ապրանքը, այն ապրանքը, որ մենք այսօր դժվարությամբ կարողանում ենք տանել Ռուսաստան, այդ նույն ապրանքը մենք հսկայական շուկա ունենք այնտեղ, որի վրա պետք է աշխատել, առավել եւս որոշակի լիբերալ մոտեցումներ կան այնտեղ արդեն տնտեսական ոլորտում եւ նախագահ Միրզիոյևը պաշտպանում է այդ մոտեցումը։ Ամբողջ աշխարհը շատ ուշադրությամբ հետևում է, լուրջ ինվեստիցիոն ծրագրեր կան այնտեղ եւ ես զարմանում եմ, որ մենք այնտեղ չունենք դեսպան։ Անգամ դեսպան չունենք, հասկանում ես, Ուզբեկստանում դա հսկայական շուկա է, կարևորագույն մեզ համար կետ։ Ուրեմն եւ պիտի արտգործնախարարի ուշադրությունը հրավիրեմ, պարտադիր դեսպանատուն է պետք բացել այնտեղ, պարտադիր առևտրային ներկայացուցիչ եւ պարտադիր սկսել առևտուր անել Ուզբեկստանի հետ։ Այնուամենայնիվ ԱՊՀ-ն մեզ տալիս է այդ առավելությունը առանց մաքսային, ուրեմն մաքսավճարների առևտուր իրականացնել։ Այնուամենայնիվ դա ազատ շուկայի կարգավորման տակ է ընկնում, հասկանում ես, անգամ դա եթե Եվրասիական միության մեջ չի, դա ազատ շուկա է, մենք հանգիստ կարող ենք այնտեղ ունենալ մեր շահերը։ Նույնը վերաբերում է իհարկե եւ Ղազախստանին։ Ղազախստանը ուղղակի շատ ավելի կայացած է տնտեսապես, ավելի հարուստ է, որովհետև Ուզբեկստանում այնուամենայնիվ մաֆիոզական կլանային տնտեսություն է եղել մինչև այս, իսկ Ղազախստանը շատ ավելի դինամիկ է զարգացել։ Հիմա Ղազախստանում շատ ավելի դժվար է ներդրվել, Ուզբեկստանում այսօր շատ ավելի հեշտ է եւ այդ իմաստով իհարկե չմոռանալով Ղազախստանը, մտածելով նաեւ Տաջիկստանի մասին, այո, մեծ հաշվով եղբայրական ժողովուրդներ են։ Եվ Ուզբեկստանում մենք ունենք շատ լուրջ ուրեմն ավանդույթներ, ազգային ավանդույթներ, լուրջ հայեր են այնտեղ ապրել, շարունակում են ապրել, եւ Սամարկանդում եւ ուրեմն Տաշկենտում հայկական օջախներ կան։ Դա ամեն ինչը պետք է ոչ միայն պաշտպանել, զարգացնել է, պետք է մարդիկ սպասում են։ Այստեղ ուշադրություն պետք է սևեռեմ ես այնուամենայնիվ մեր Աճող շուկա են, չէ, այսինքն ինքն ամենաինտենսիվներից է։ Աճող շուկա է եւ շատ կարեւոր մեզ համար։
Ինչ նկատեցի նախորդ շաբաթվա ընթացքում, նորից հայտնվեց այդ Աճեմօղլուն։ Հերթական անգամ, այո։ Ես գիտես Նոբելյան մրցանակակիրների նկատմամբ ես միշտ եղել եմ եւ կամ շատ գիտես հարգում եմ եւ ակնածանքով եմ վերաբերվում նրանց վաստակին, նրանց ուրեմն կոնցեպտներին, քաղաքակրթությանը, ուղղակի ուրեմն հումանիզմին աջակցության, նրանց ուղղությունները տեխնոլոգիական զարգացման նկատմամբ նրանց նպաստը եւ այլն, բայց Աճեմօղլուին ես անկեղծ ասեմ, որ այդ իմաստով բարձր չեմ դասում։ Հիմնականում դատարկաբան է, մեկ եւ երկրորդը անկեղծ ասած, դուք հիշում եք, երևի բոլորը հիշեն, որ այս մեր 18 թվականի եղաշրջումից հետո Փաշինյան առաջին զանգերից մեկը զանգեց նրան։ Ասաց մենք պատրաստ ենք բան արի եւ այլն։ Ասաց $200,000։ Ինքը ինչ որ թիվ ասաց, հա, թիվ կրակեց, հետո տարիներ անց արդեն էս վերջերս իրեն հարցրել են թե ախր դու ինչի չեկար, նա պատասխանել էր թե Հայաստանը հեռու է, ես չեմ տիրապետում, օգտակար չի կարող լինել եւ այլն եւ ինչու գա, էլի գալու բան չունե, ես այնտեղ բան իմ անելիքը չտեսա, պատասխանը դա էր։ Եվ մեկ էլ անցնում է եւս մի քանի տարի, հայտնվում է, ասենք այդ մեր ձևով շարժման մեջ այդ ջահելներն էլ ներկայացնում են, ասում են, Աճեմօղլուն եկավ, ես ուզում եմ բոլորին նախազգուշացնեմ, որ Աճեմօղլուն ընդամենը դատարկաբան է, ուրեմն միայն այս վարկը, այս 3 դրվագը ցույց են տալիս, որ նա ոչ պարկեշտ անձնավորություն է, առնվազն Հայաստանը նրա համար զրոյական արժեք ունեցող երկիր է, նա Թուրքիայում ծնված մեծացած եւ Ստամբուլի տղա է, այսինքն թողենք իրենք լավա ոչ վատ է, ինքը կյանքով ապրի, հա, այդ ուղղակի խոսեցինք կադրային բաների մասին, տարբեր տեսակի պատրանքները, որոնք ձևավորվում են, մենք պիտի նույնպես ասենք, բան անենք, չէ, ջարդենք, որտեվ թե չէ այդ պատրանքներով ապրեն, հիմա լիքը ջահելներ այնտեղ կասեն, Աճեմօղլուն գալիս է բան, հեսա ամեն ինչ կփոխի եւ ոչ մի բան չի փոխելու, դա դատարկաբան է։ Ոչ էլ գալու է մեծ հաշվով, ոչ գալու է, ոչ էլ բանա փոխելու է։ Չէ, դա գիտես ինչ կա, կարող փոխտան գա, ասենք, բայց ինչ ումա պետք է գալ է, էլի։ Աճեմօղլուի նկատմամբ իմ վերաբերմունքը չի տարբերվում իմ ուրեմն ավագ գործընկեր Ժանտ Բագրատյանի վերաբերմունքից, մենք նույն կարծիք ենք նրա մասին, որպես տնտեսագետ եւ որպես քաղաքագետ եւ գործիչ։ Լուրջ քաղաքական եւ կադրային ճգնաժամ է Եվրոպայում, ասեմ։ Խայտարակ վիճակ է եւ Ֆրանսիայում մենք տեսնում ենք, ասենք այդ խեղճուկրակ այդ Լեկորնյուն արդեն 3-րդ անգամ է նշանակվում վարչապետ, անընդհատ հրաժարվում է, Մակրոնի հրաժարականի հարցն է դրված, շատ թույլ է, Մակրոնը ընդհանրապես զախողված նախագահ է իմ կարծիքով, ցավոք սրտի այդպես ստացվեց, ես ոչ միայն Ֆրանսիայի դեպքում եմ տարակուսում եւ բան եմ տեսնում, վտանգ եմ տեսնում, ոչ թե վտանգ, այլ տենդենսը հետեւյալն է, ասենք նույն Գերմանիայում ես տեսա, նայեցի, լսեցի ուշադիր նրանց ուրեմն Բունդեստագում, հա, ելույթ ունեցավ օպոզիցիոն ղեկավարը, այդ կինը Ալիս Վայդել, հա, Վայդելը հանդես եկավ, նա ազգայնական դիրքերից է հանդես գալի, ուղղակի ջարդուփշուր արեց այս կանցլեր Մերցին, ուղղակի խայտարակ արեց, ուղղակի ոչ միայն ծաղրեց, նա ասաց դու ուղղակի չուլու փալաս ասաց, որ պիտի դուրս գա ընդհանրապես Գերմանիայից, եւ ես տեսնում եմ այս տենդենսը ազգային, առնվազն ազգային, եթե ոչ ազգայնական գործիչներն են գալիս Եվրոպա եւ կարծես թե Եվրոպայի փրկությունը հենց դա է լինելու, Դավիթ, որովհետև գլոբալիստները խայտարակ եղան ուղղակի, ես չեմ տեսնում, որ Ֆրանսիայում գլոբալիստները հաջորդ ընտրություններում որևէ շանս ունենան հաղթելու։ Մուլտիկուլտուրալիզմը չունեցավ այն էֆեկտը, որը սպասում էր։ Վերս պրոբլեմի վրա, պրոբլեմ։ Ես տեսնում եմ, որ արդեն տենդենսը ձևավորվել է Եվրոպայում, ազգային գործիչներն են գալիս իշխանության, եթե ոչ ազգայնական, նաև ազգայնականները կարող են գալ։ Չես Չեխիայում եղավ այդ ընտրությունները եւ տեսանք, որ նույնպես ազգայնականներն են, ազգային գործիչները, ասենք ազգային նպատակները, ազգային արժեքները, ազգային շահերը առաջնահերթություն Այս ֆոնի տակ մեր կառավարիչները պիտի 1000 անգամ մտածեն տարբեր տեսակի տեսություններ առաջ տանելուց առաջ։ Ինչու, որովհետև Եվրոպան դառնում է առավել ազգայնական,
մենք պարտավոր ենք ազգայնական Եվրոպայի հետ խոսել ազգայնական դիրքերից։ Առավել ևս, որ մենք դրա ամենաշատ հիմքերն ունենք, ամենաշատ հնարավորություններն ունենք։ Մեզ պետք են հենց ազգային շահերը առաջ տանող առաջնորդներ, ազգային գաղափարները, ազգային մտածելակերպը, ազգային շահերը, ազգային պատմությունը, հասկանում ես, ազգային երգը, պարը, ամեն ինչը, հասկանում ես, եւ այդ իմաստով ես ուղղակի, ինչ ասեմ, Երևանյան այդ 4 օր թունավոր օդը շնչելուց հետո ես երեք ուղղակի զարմանքով տեսա, որ հազարավոր մարդիկ հավաքվել են Հանրապետության հրապարակում, քեֆ ենք անում, լավ ենք անում, ձեր ցավը տանեմ, հորս արև, այդտեղ կարևորը հորս արև։ Հիմա դա ոչ մի, ուզում եմ ասեմ, որ դա ոչ մի կապ չունի ազգային արժեքների հետ։ Ոչ մի կապ չունի։ Մենք ունենք մայրաքաղաքային տոն, նախ որևէ մեկը չերաշխավորեց, որ այդ տասնյակ հազարավոր մարդիկ, որ եկել են, արդյոք թունավոր չէ այդ օդը, որ իրենք շնչում են, որտեղ դրանից մի քանի ժամ առաջ թունավոր էր, հա։ Արդյոք որևէ մեկը երաշխավորեց, հետո ես տեսա այդ մետրոներում, բաներում այդ խայտարակ վիճակը, որ մարդիկ չկարողացան հետ գնալ, ինչպես պիտի հետ գնային, հա, տրանսպորտային խնդիրը լուծված չէր, բան։ Դրա ժամանակը հետ չէր, այդ քեֆ անելու ժամանակը չէ, այսօր կենտրոնանալու, մտածելու, մտորելու ժամանակն է, եւ եթե քեֆ անել եք ուզում, Գինոսյանի խումբը կանչեիք ընտեղ, թող բոլորը պարեին, ազգային պարերը, այդ ձևով ես կհասկանայի, որ դուք ազգային ոգի եք բարձրացնում։ Ես Թաթային լավ եմ վերաբերվում, լավ երգիչ է, լավ էլ երգահան է։ Լուբայի հետ էլ լավ էլ երգում է, բայց Թաթան ու Լուբան այն դուետը չէին, էլի, որ պիտի ներկայացնեն այդ օրը Երևանի, ասենք, ավարտեին դրանով այդ տոնակատարությունները, քեֆ ենք անում, լավ ենք անում եւ այլն։ Մտորումների լուրջ տեղ կա։ Հակառակ ուղղությամբ ենք գնում, կարծես։ Մի փոքր ավելի երկար խոսեցինք, պարոն Դարբինյան, 40 րոպեն անցել ենք արդեն, բայց եթե ավելացնելու բան ունեք, կարանք շարունակենք, կարանք թողենք հաջորդ հաղորդման։ Ավելացնելու բան ես միշտ էլ ունեմ, Դավիթ ջան։ Դա իմ խնդիրն է, ճիշտն ասած, միշտ ունեմ ավելացնելու բան, բայց խնայենք մեր հանդիսատեսին։ Շարունակենք հաջորդ հաղորդմանը մեր զրույցը, սիրելի ռադիո լսողներ, Դարբինյանի ժամն եք դուք լսում, լսեք գործարար ալիքը, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ այսքանը։